Ռեոփնի եթերում Ռենյուզի ժամը 13-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Եվ այսպես, Հայաստանով անցնող թրիփի Թրամփի ճանապարհի մասին որոշ մանրամասներ այսօր ասել է վարչապետ Փաշինյանը, խաղաղության խաչմերուկ զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները խորագրով համաժողովի ընթացքում։ Լինելու է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համատեղ հիմնադրած ընկերություն, որի տնօրենների խորհրդում Հայաստանը կունենա վճռական ձայնի իրավունք ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ։ Փաշինյանը նաեւ պատասխանել է հարցին, արդյոք Հայաստանի որևէ ինստիտուտ որևէ սահմանափակում ունենալու է մեր երկրի օրենսդրությամբ նախատեսված այդ տարածքների վերաբերյալ, որով անցնելու է թրիփը։ Համաժողովին ներկա է եղել Սիմոն Հովհաննիսյանը։ Արդեն երկրորդ տարին է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ու Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը կազմակերպում են միջազգային համաժողով նվիրված խաղաղության խաչմերուկին։ Բացման ելույթում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր էլ Հայաստանը պատրաստ է Մարգարեից Կորնիձոր ապահովել բեռնատարների տարանցումը։ Նա նաև խոսեց թրիփից, ասաց, որ այն կառավարվելու է հայ-ամերիկյան ընկերության միջոցով, որտեղ Հայաստանը ունենալու է վճռորոշ ձայն։ Երկաթուղու պարագայում, երբ որ մենք խոսում ենք երթուղիների մասին, երկաթուղու պարագայում վստահաբար կարելի է ասել, թե որտեղով է անցնելու երկաթուղին, դա մեր հարավային երկաթուղին է, որը Խորհրդային Միության ժամանակ գոյություն է ունեցել պայմանական Նռնաձոր Կարճևան հատվածներում, այսինքն մեզ հայտնի, որը խաղաղության խաչմերուկ նախագծում նշված է, ակնհայտորեն երկաթուղին լինելու է այդտեղ, կառուցվելու է, վերականգնվելու է այդտեղ, ինչու ակնհայտորեն, որովհետև նախ այլտեղ գործնականում հնարավոր չէ երկաթուղի ունենալ կամ եթե նույնիսկ պատկերացնենք, որ գործնականում հնարավորն է, տասնյակ անգամներով ավելի թանկ կլինի այդ երկաթուղին։ Բայց կա նաև ուրիշ հանգամանք, որ նրանք ովքեր տեղում եղել են, գիտեն, որ ռելիեֆային առումով տարածքը նույնիսկ երկաթուղու համար բավականին սահմանափակ է եւ հնարավոր չի բոլոր ենթակառուցվածքները եւ նախագծերը իրականացնել այստեղում։ Պարոն Խանդալյան, երեք խորհրդարանում վարչապետը նշեց թրիփի կառուցման մոտավոր ժամանակացույցը, սակայն այսօր էլ ասաց, որ որոշ դետալներ դեռևս համաձայնեցված չեն, ամեն դեպքում ինչ երաշխիքներ կան, որ օրինակ Ադրբեջանը ինչ-որ մի պահի հետ չի կանգնի գործընթացից եւ նշեցիք, որ միջոցների մասին դեռևս հաշվարկված չէ կամ կառավարությունը ունի հաշվարկ թրիփի կառուցման համար ինչքան պետք կգա, բայց ինչ միջոցներով են վճարվելու, դա կա, դա գիտեք։ Նախ թրիփի շուրջ բանակցություններում ընթանում են Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև եւ մենք նպատակ ունի Հայաստանի կառավարությունը մինչև տարեվերջ ավարտել այդ բանակցությունները, այստեղ ադրբեջանական ֆակտորի հարցը դուրս է գալիս, իսկ ինչ միջոցներով ներդրումներ ներգրավելով։ Գիտեք, որ արդեն առաջին ներդրումը Միացյալ Նահանգները կատարել է սահմանային անվտանգության եւ մաքսային հսկողության կարողությունները զարգացնելու տեսանկյունից, բայց նաեւ այդ ընկերությունը, որը պետք է ստեղծվի, հայ-ամերիկյան ընկերությունը, պետք է ներգրավի ներդրողների, որոնք նախագծման, կառուցապատման, կառավարման եւ օպերացիոն ծախսերի համար ներդրումներ են կատարելու եւ բնականաբար այդ ներդրումներից հետո շահույթներ են գեներացնելու, այսինքն այստեղ եւ այդ ներդրողները կարող են լինել ոչ միայն Միացյալ Նահանգներից, այլ նաեւ տարբեր երկրներից ու տարածաշրջաններից։ Իսկ օրինակ ստացվում է, որ կառավարությունը, այսինքն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կառուցման համար ծախսեր կամ չնչին են լինելու կամ չեն լինելու։ Այս պահին չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև դեռ այդ նախագծի մաստեր պլանը չկա, որ երևա թե ով ինչ է անում եւ ինչքան ֆինանսական միջոցներ է ներդրում։ Բաքվում ընթացող Արցախի նախկին ղեկավարների դեմ շինծու դատավարությունը մոտենում է ավարտին։ Դատախազը պահանջել է ցմահ ազատազրկում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի համար։ Նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի համար 20, իսկ մյուս ամբաստանյալների համար 16-ից 19 տարվա ազատազրկում։ Բաքվի դատական ֆարսն էր այսօր դարձել է ազգային ժողովում խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների հիմնական թեմաներից մեկը, արժանանալով ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության արձագանքին։ Եվ թվում է, թե պիտի Հայաստանի քաղաքական, թե ներքաղաքական եւ թե արտաքին քաղաքական օրակարգում մեր գերիների ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը լիներ
ամենաբարձր առաջնահերթությունը գերակայությունը եւ հակառակ մի շարք պնդումներին, որը կատարվել է նաեւ արտաքին գործերի նախարարի շուրթերով, թե իբրև թե մեր իրենց գերակայությունը եւ բոլոր հնարավոր միջազգային ատյանները օգտագործում են, միջազգային ամբիոնները օգտագործում են այդ հարթակները գերիների վերադարձի առնչությամբ, բայց արդյունքում ունենք զրո արդյունք։ Մենք հայտարարել ենք, ասել ենք, որ մտահոգություններ ունենք, խիստ խոր մտահոգություններ ունենք Բաքվում տեղ ունեցող դատավարության վերաբերյալ եւ այո, ես պետքա բնականաբար երկրորդեմ պարոն վարչապետին առայն, որ ստեղծված մթնոլորտը, խաղաղության մթնոլորտը նպաստավոր պայմաններ պետք է ստեղծի, որ կարողանանք լուծել ուրեմն Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների իրենց տուն վերադարձի հարցը, այս ուղղությամբ մշտապես ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, սա մեր համար առաջնային խնդիր է եւ մենք հույս ունենք, որ առաջիկա գործընթացները, որոնք խաղաղության մասին գործընթացներ են, կհեշտացնեն գործընթացները եւ մթնոլորտ եւ միջավայր կստեղծեն, որպեսզի մեր բոլոր հայրենակիցները վերադառնան տուն։ Շնորհակալություն։ Վաղարշաբաթում այսօր քարոզարշավի վերջին օրն է։ Վաղն արդեն լռության օր է, իսկ Կիրակի գիտեք, ընտրություններն են։ Մեր թիմը ակտիվորեն հետևել է նախընտրական ամբողջ ընթացքին, զրուցել տեխնացուների հետ, ծանոթացել նրանց ծրագրերին ու խոստումներին, կարծիքներ լսել քաղաքացիներից։ Այսօր եւս մեր նկարահանող թիմը վաղարշաբաթում է իմ գործընկեր Անի Հովհաննիսյանն է հետևում այս ժամերին տեղի ունեցող եռուզեռին։ Անի, ինչ կարող ես պատմել, ինչ է կատարվում վաղարշաբաթում։ Ողջույն Մերի, այո, արդեն երրորդ անգամն է ՌՕՊՆ-ի թիմը շարունակում է իր աշխատանքը նախընտրական վաղարշաբաթից։ Զրուցել ենք 10-ից ավելի քաղաքացիների հետ, փորձելով պարզել արդյոք արդեն ունեն իրենց սրտի թեկնածուին։ Եկեք միասին տեսնենք, թե ինչ են ասում քաղաքացիները։ Իշխանական թե ընդդիմադիր թեկնածու։ Չեմ կարող ասեմ։ Գաղտնիք եք պահում։ Դե մեր անձնական գաղտնիքներն են դրանք։ Ամեն մեկը իր կարծիքն ունի։ Ոչ իշխանական։ Ինչու՞։ Որովհետև իշխանությունը 7 տարվա մեջ ոչինչ չի արել։ Իրենց նախկին ղեկավարներն էլ հիմա կոռուպցիան հարցերով քրեական գործ կավերեքը։ Դրան արգիշտի ինչաներ Մեխապրես, արգիշտի Մեխակյան։ Իսկ ինչու հենց իրեն։ Ես տենց եմ ուզում, իրան եմ ընտրում։ Շատ հեռու եմ այդպիսի քաղաքական հարցերից, անկեղծ ասած։ Շատ հետաքրքրել։ Չի հետաքրքրել առանձնապես։ Շարունակում ենք լուսաբանել նախընտրական վաղարշաբաթում տիրող տրամադրությունները։ Նշեմ, որ այսօր քարոզարշավի վերջին օրն է, այսինքն տեխնատուները պետք է արդեն այսօր ամփոփեն ընդհանուր նախընտրական քարոզարշավը։ Վաղը լռության օր է, այսինքն արգելվում են ցանկացած տեսակի քաղաքական հայտարարությունները, սոցիալական մեդիայում գրառումները, հայտարարությունները, գովազդները։ Այս օրը նախատեսված է հենց նրա համար, որ բնակիչները կարողանան ժամանակ ունենալ եւ հասցնել կողմնորոշվել, թե որ տեխնատուին են տալու իրենց ձայնը։ Նշեմ, որ ընտրությունների մասնակցում է 8 կուսակցություն հաղթանակ, Մայր Հայաստան, Ազատ դեմոկրատներ, Ժառանգություն, Հայրենիք, Քաղաքացիական պայմանագիր, Համահայկական ճակատ եւ Հանրապետություն։ Տեխնատուների նախընտրական ծրագրերում առաջնահերթությունները խիստ տարբերվում են, մեկի համար առաջնահերթ են բազմաբնակարան շենքերի վիճակը, մյուսի համար թափառող շների խնդիրը, մյուսի համար գյուղերում տիրող գյուղատնտեսական խնդիրները։ Այս պահի համար այսքանը Մերի։ Շնորհակալ եմ Անի, ես հիշեցնեմ, որ մենք կապ էինք հաստատել վաղարշաբաթ, որտեղ վաղ առավոտից աշխատում է իմ գործընկեր Անի Հովհաննիսյանը։ Եվ այսպես վերադառնանք, Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը 2 ամսով կալանավորվել են։ Նախորդին ազգային անվտանգության ծառայության դիմակավորված ներկայացուցիչները վաղ առավոտյան տնից ձերբակալել էին Իմնեմնիմի ոդկասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին։ Պարզվել է, որ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Սիմոնյանը պնդում է, որ իրեն սպառնացել են, փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ պնդում է, որ ոդկասթի հեղինակներն ընդամենը պատասխանել են Ալեն Սիմոնյանին, որը Facebook-ում նրանց անվանել էր Շան Լակոտ։ Ոդկասթի հեղինակները մի քանի օր առաջ գրեթե 7 ժամանոց հարցազրույց էին վարել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, հնչել էին հայտարարություններ, որոնք մի քանի օր քննարկում էին քաղաքական դաշտում։ Թբիլիսիում արտգործնախարար Արարատ Միրզոյանը առանձնազրույց է ունեցել վրացի իր գործընկերոջ հետ, օրակարգում էին ինչպես երկկողմ գործընկերության զարգացման, այնպես էլ տարածաշրջանային հարցեր։ Այս պահին հանդիպումից այլ մանրամասներ դեռ չկան։
Մինչև միջազգայինին անցնել է ևս մեկ պաշտոնական լուր։ Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 59-րդ լիագումար նիստը, որին մասնակցում է ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Միջոցառումից առաջ խորհրդականներին ընդունել է Տաջիկստանի նախագահ Էմոմամլի Ռահմոնը։ Նա ընդգծել է, որ միջխորհրդարանական վեհաժողովը արժեքավոր հարթակ է ԱՊՀ անդամ պետությունների միջև կառուցողական երկխոսության համար։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հրամայել է գործողություն սկսել թմրակարտելների դեմ ամբողջ արևմտյան կիսագնդում, իգսունգրել է ռազմական նախարար Փիթ Հեքսեթը եւ հավելել, որ իր գերատեսչությունն արդեն սկսել է դրա իրականացումը։ Հարավային նիզակ գործողության մեկնարկի մասին է հայտարարել Հեքսեթը։ Այս առաքելությունը, որը գլխավորում է Հարավային նիզակ խմբավորումը եւ Միացյալ Նահանգների հարավային հրամանատարությունը, կվերացնի թմրահաբեկիչներին մեր կիսագնդից եւ կպաշտպանի մեր հայրենիքը թմրանյութերից, որոնք սպանում են մեր ժողովրդին, գրել է Հեքսեթը։ Միջազգային հրահոսի մյուս կարևոր դրվագները մեկ տեսաշարով։ Առավոտյան ռուսական ուժերը հրթիռներով եւ անօդաչուներով զանգվածային հարձակում են իրականացրել Կիևի վրա, հարվածելով բնակելի շենքի, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 20-ը վիրավորվել, կան զգալի ավերածություններ։ Այս հարձակումը տեղի է ունենում ճակատային գծի ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտերի ֆոնին, որտեղ երկու կողմերն էլ հայտնում են իրենց հաջողությունների մասին։ Ռուսաստանը հայտարարել է Դնեպրոպետրովսկի մարզի Դանիլովկա բնակավայրը գրավելու մասին, մինչդեռ ուկրաինական հրամանատարությունը զեկուցել է ռուսական գրոհները հետ մղելու եւ հակառակորդի թիրախներին հաջող հարվածներ հասցնելու մասին։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կարակասում մասնակցել է երիտասարդական բազմամարդ երթի, դատապարտելով վենեսուելացի միգրանտների նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը։ Միջոցառման ընթացքում ելույթ ունենալով նա իրեն հրմշտող աջակիցների գործողությունները որակել է սիրո դրսևորում։ Այս հանրահավաքը կազմակերպվել էր նոյեմբերի 23-ին նախատեսված համազգային քննարկմանն ընդառաջ, որի օրակարգում տեղական նախագծերի ֆինանսավորումն է եւ ժողովրդավարական իշխանության սոցիալիստական մոդելի ամրապնդումը։ Սուդանում բանակի եւ արագ արձագանքման ուժերի միջև քաղաքացիական պատերազմը հանգեցրել է ժամանակակից աշխարհի խոշորագույն մարդասիրական ճգնաժամին, որը խորանում է օգնության կազմակերպությունների ֆինանսավորման կտրուկ պակասի պատճառով։ Միլիոնավոր մարդիկ տեղահանվել են եւ տասնյակ հազարավորներ շարունակում են փախչել քաղաքներից։ Ալ-Ֆաշիրում մարդիկ բախվում են սովի եւ փախուստի փորձ կատարողների նկատմամբ դաժան հաշվեհարդարի։ Օգնության բացակայության պայմաններում շատերը փրկության հույսով դիմում են փախուստի, մահացու վտանգավոր ճանապարհներով, հաճախ դառնալով նոր ողբերգությունների զոհ, ինչպես Լիբիայի ափերի մոտ խորտակված նավի դեպքում, երբ միջերկրական իջրերում խեղդվեց 50 մարդ։ ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների գործակալությունը ահազանգում է, որ ֆինանսների եւ ժամանակի սպառման պատճառով կանգնած է Գազայում գործունեությունը դադարեցնելու վտանգի առաջ։ Գործակալության ղեկավար Ֆիլիպ Լազարինին հայտնել է, որ շուրջ 6000 բեռնատարներով օգնությունը շաբաթներ շարունակ արգելափակված է սահմանին, իսկ գործունեությունը շարունակելու համար առկա է $200 միլիոն պակաս։ Սրան զուգահեռ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած Հորդանան գետի արևմտյան ափին մսկիթի վրա իսրայելցի վերաբնակիչների հարձակումից դատապարտել է աճող բռնությունը։ Մինչ Բրազիլիան պատրաստվում է Բելեմում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի COP30 գագաթնաժողովին, մոտակա Մարաժո կղզին ուշադրություն է գրավում իր յուրօրինակ էկոլոգիական տրանսպորտով, գոմեշներով, որոնց օգնությամբ նույնիսկ ոստիկանական բարեկություն է իրականացվում։ Զուգահեռաբար դիվանագիտական հարթակում Միացյալ Նահանգների եւ Բրազիլիայի բարձրաստիճան պաշտոնյաները Վաշինգտոնում բանակցել են երկկողմ առևտրային սակագների շուրջ։ Միևնույն օրը երկրի ներսում տեղի ունեցել արտակարգ պատահար։ Սան Պաուլոյի հրավառության պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ։ Դավիթ Գենջոյան, Ռիոփն մեդիա։ Թուրքիայում են ուշագրավ կրքեր բորբոքվում։ Ընդդիմության առաջնորդին ուզում են դատապարտել գրեթե 2500 տարվա ազատազրկման։ Մեղադրական եզրակացությունը 4000 էջ է։ Իրականում էական չէ, թե ինչպես են բացատրում Իմամօղլուի դեմ այս ամենը, որովհետև քաղաքական հաշվեհարդարն ակնհայտ է։ Էրդողանի թիմակիցը պարտվել է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում, իսկ Ստամբուլի քաղաքապետը շատ լուրջ պաշտոն է։ Նույն Էրդողանն է եղել թուրքական այս մեգապոլիսի քաղաքապետ ու հետո դարձել վարչապետ, եւ հիմա ունի մտավախություն, որ իշխանության խաղաղ փոխանցումն իր ժառանգորդին, որն ըստ ամենայնի կլինի Հական Ֆիդանը, որին համարում են Սիրիան նվաճողը, այդքան էլ հանգիստ չի անցնի։ Եվ ընդդիմության առաջնորդը կկարողանա հաջորդ ընտրություններում հաղթել 2.5 տասնամյակ իշխող Էրդողանի թիմին։ Ռեջեփ Թայիփից հրաժարական են պահանջում Թուրքիայի փողոցներում։ Վերջի վերջո այս մարդամեկին պիտի ճանապարհենք։ Այս երկրի ապագա առաջնորդը վաղվա մեր նախագահը Էքրեմ Իմամօղլուն է։
Ստամբուլի բանտարկված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի Էրդողանի քաղաքական մրցակցի ու թշնամու աջակիցներին փողոց է դուրս բերել դատախազության աբսուրդային պահանջը դատապարտել ընդդիմության լիդերին 2352 տարվա ազատազրկման։ Այո, դուք ճիշտ լսեցիք։ Այս թվից ապշած է նաև միջազգային մամուլը։ Reuters-ից Guardian Թուրքիան անվանում են երկիր, որտեղ ժողովրդավարության էրոզիա է։ Այս տարվա մարտից բանտում գտնվող Ստամբուլի քաղաքապետի համար գլխավոր դատախազությունը պատրաստել է մոտ 4000 էջանոց մեղադրական եզրակացություն։ Իմամօղլուին մեղադրում են հանցավոր խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու, կոռուպցիայի, փողերի լվացման, խարդախության, ահաբեկչական կազմակերպության օժանդակելու համար։ Համարում են, որ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի առաջնորդը պետությանը պատճառել է մոտ 4 միլիարդ դոլարի վնաս։ Զանգվածային ցույցի դուրս եկածները կասկած անգամ չունեն, որ Էրդողանի սիրտը վախեցած է Ստամբուլի ընտրություններում ընդդիմությանը պարտվելուց հետո ու 2028-ին հենց Իմամօղլուն կարող է իրեն հաղթել։ Չէ՞ որ հետաքրքիր զուգադիպությամբ Էրդողանն էլ բանտ նստելուց ու Ստամբուլի քաղաքապետ դառնալուց հետո ընտրվեց Թուրքիայի նախագահ։ Դափ դատարկ են անվանում Իմամօղլուի կուսակիցները նրա դեմ մեղադրանքները, պահանջում են ուղիղ եթերով հեռարձակել դատերը, որ Թուրքիայի հանրությունն էլ տեսնի ինչերի է պատրաստ Էրդողանի իշխանությունը հանուն իրենց աթոռների։ Մեր ընկերներն անմեղ են։ Մեղադրական եզրակացությունը Իմամօղլուի եւ մյուսների դեմ զրպարտություն է։ Ոչ թե դատարկ է, այլև ամբողջովին դատարկ է։ Այն ամբողջովին դատարկ է։ Իմամօղլուն 2019-ին ընտրվեց 16 միլիոնանոց Ստամբուլի քաղաքապետ, 2 անգամ հաղթելով Էրդողանի կուսակցության թեկնածուին։ Նրան աջակցեց նաև ընդդիմադիրներից Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որի նախկին падգամավորներից Գարոբ Հայլյանը Reopen-ի տաղավարում խոսեց Թուրքիայի ժողովրդավարության հետընթացից։ 2010-ականներից հետո Եվրոպան ցավոք արհամարանք ցուցաբերեց Թուրքիայի նկատմամբ։ Ասած դուք մահմետական մեծամասնություն ունեցող երկիր եք։ Սարկոզին եւ Մերկելը ցավոք այս սխալն արեցին։ Ասացին դուք երբեք չեք կարող լինել Եվրոպական միության անդամ։ Իսկ Էրդողանը, որը օպորտունիստ էր, ասաց, եթե դու ինձ չես ուզում, ես էլ քեզ չեմ ուզում։ Ինչ եղավ արդյունքում, Թուրքիան հեռացավ այդ արժեքներից, այսինքն դեմոկրատական արժեքներից։ Հիմա երբ նայում ենք, ոչ մամուլի ազատություն կա, ոչ արտահայտվելու ազատություն։ Ֆրանսիացի քաղաքագետ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Դելվալը իմ գործընկերոջ հետ զրույցում ասում է, Էրդողանը հանուն իշխանության պատրաստ է անգամ ամենածայրահեղ ուժերի հետ դաշինք կազմել։ Նա խորամանկ է, կարող է փոխել ռազմավարությունը եւ միաժամանակ մի քանի ռազմավարություն ունենալ։ Իշխանությունը պահպանելու համար նա դաշինք կնքեց ծայրահեղ, մեհեպե շարժման պանթյուրքիստների հետ, գորշ գայլերի քաղաքական թևի։ Ու այդ ամեն ինչի պատրաստ Էրդողանն այնքան առաջ է մտածում, որ անգամ չեղյալ է համարել Իմամօղլուի դիպլոմը, որի պատճառով նա հնարավոր է չկարողանա առաջադրվել նախագահական առաջիկա ընտրություններին։ Լիլիթ Մուրադյան, Reopen Media։ Թուրքիայի հարևան Իրաքում էլ ընտրություններ են եղել, բայց այստեղ ոչ այնքան արդյունքն է էական, որքան ներիրաքյան փխրուն հավասարակշռությունը, որն ամեն րոպե կարող է փլուզվել։ Քուրդիստանի ինքնավարությունը հյուսիսում, իրանամետ ուժերը հարավում, նրանց զինաթափելու ամերիկյան պահանջները կենտրոնում։ Եթե շատ ընդհանրացնենք, այս բազմագույն արևելյան խճանկարը հենց այդպիսի պատկեր կստանանք։ Ու եթե սրան գումարենք հենց Թուրքիայի ռազմական բարբերական հարձակումները, Իրաքի ճակատագիրը մեղմ ասած անկայուն է թվում։ Ու սա այն երկիրն է, որտեղ ցանկացած ապակայունացում ինքնստինքյան ազդում է ամբողջ տարածաշրջանի վրա, եւ հիմա կա հենց դրա ռիսկը։ Իրաքում կայացած խորհրդարանական ընտրությունում հաղթանակ է տարել վարչապետ Մոհամեդ Շիա ալ-Սուդանիի գլխավորած կոալիցիան։ Սակայն այս հաղթանակը տեղի է ունենում հասարակության, հատկապես երիտասարդների շրջանում աճող անվստահության ֆոնին, որոնք քաղաքական համակարգը դիտարկում են որպես կոռումպացված վերնախավերի համար երկրի նավթային հարստությունը բաժանելու գործիք։ Ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ ընտրություններին մասնակցությունը կազմել է 56.11%։ Ընտրություններում իր հաղթանակի առիթով վարչապետը ժողովրդին է շնորհավորել։ Մեր շնորհավորանքներն ենք հղում ձեզ։ 6-րդ գումարման ներկայացուցիչների խորհրդի ընտրություններում ձեր դաշինքի հաղթանակի եւ առաջին տեղը զբաղեցնելու կապակցությամբ։ Ես ողջունում եմ ձեզ եւ բարձր եմ գնահատում ձեր ջանքերը, որոնցով Իրաքի պատմության մեջ նոր ու պայծառ էջ եք գրում։ Իրաքի 329 տեղանոց օրենսդիր մարմնում ոչ մի կուսակցություն ի վիճակի չէ ինքնուրույն կառավարություն կազմել։ Հետևաբար կուսակցությունները պետք է դաշինքներ կազմեն մանր խմբակցությունների հետ վարչակազմ ձևավորելու համար։ Այս գործընթացը հաճախ տևում է ամիսներ եւ լի է լարվածությամբ։
Նոր կառավարությունը պետք է կարողանա մանևրել Միացյալ Նահանգների եւ Իրանի ազդեցության միջև առկա փխրուն հավասարակշռության պայմաններում, կառավարել Իրանին ավելի մոտ տասնյակ զինված խմբավորումներ, որոնք ավելի շատ ենթարկվում են իրենց առաջնորդներին, քան պետությանը, եւ այս ամենի հետ մեկտեղ դիմակայել Վաշինգտոնի աճող ճնշմանը, այդ զինյալներին զինաթափելու պահանջով։ Քաղաքական առաջնորդների մեծամասնությունն ունի քաղաքական կամք, որը Իրաքի վերականգնման ցուցիչներից մեկն է։ Կայունության հասնելը ենթադրում է կառավարության ձևավորման համար պահանջվող ժամանակի կրճատում։ Հետևաբար այսօր ընտրատեղամասերի փակելուց եւ արդյունքների հրապարակումից հետո մենք կապահովենք արագ վերադարձ լուրջ խորհրդակցություններին կառավարության ձևավորումը վերջնականացնելու համար։ Իրաքում ընտրողների ակտիվությունը նվազում է, քանի որ շատերը կորցնում են հավատը քաղաքական համակարգի հանդեպ։ Պատճառներն են զինված խմբեր ունեցող կուսակցությունների գերիշխանությունը, համատարած կոռուպցիան եւ վատ կենսապայմանները։ Վերլուծաբանները նշում են, որ սա խորացնում է անտարբերությունը մի համակարգի հանդեպ, որը շահավետ է միայն փոքր խմբի համար։ Ազդեցիկ շիա առաջնորդ Մուկթադա Աս-Սադրը, որն ունի միլիոնավոր հետևորդներ եւ դեմ է Միացյալ Նահանգների եւ Իրանի ազդեցությանը ենթարկվելուն, բոյկոտել է ընտրությունները, դաշտը թողնելով իրանամետ մրցակիցներին։ Թեև Աս-Սադրը նախկինում հաղթել է ընտրություններում, սակայն չկարողանալով կառավարություն ձևավորել, հեռացել է քաղաքականությունից։ Այնուամենայնիվ նա մնում է անկանխատեսելի ուժ, որը կարող է ցանկացած պահի մեկ կոչով ոտքի հանել ու մոբիլիզացնել իր կողմնակիցներին։ Այս անգամ սակայն շիա առաջնորդը չի մասնակցել քվեարկությանը, սակայն իր ուժը ցուցադրել է։ Ես ժողովրդի ներկայացուցիչն եմ Աստծո կամքով։ Ո սիրելի ցուցարարներ, ես կմտնեմ կանաչ գոտի, միայն ես եւ նրանք, ովքեր ինձ հետ են։ Ես նստացույց կանեմ կանաչ գոտու ներսում, իսկ դուք նստացույց կանեք դրա դարպասների մոտ։ Իրաքի քրդերի համար այս ընտրությունները ռազմավարական նշանակություն ունեն, քանի որ դրանցից է կախված նրանց ինքնավարության ապագան։ Ազդեցիկ քաղաքական գործիչ Մասուդ Բարզանիի Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությունը կոչ է արել ակտիվ մասնակցել ընտրություններին։ Բաղդադի հետ բանակցություններում իրենց դիրքերն ամրապնդելու նպատակով։ Հիմնական վեճերը վերաբերում են նավթային եկամուտների բաշխմանը եւ բյուջետային հատկացումներին, որոնք տարիներ շարունակ լարվածության պատճառ են Էրբիլի եւ Բաղդադի միջև։ Ընտրություններում հաջողությունը ՔԴԿ-ին ավելի շատ լծակներ կտա, պաշտպանելու տարածաշրջանի տնտեսական շահերը եւ դիմակայելու կենտրոնական իշխանության ճնշումներին։ Քրդական անկախության հանրաքվեն նպատակ ուներ Իրաքի կառավարության հետ ունեցած խնդիրներին խաղաղ լուծումներ գտնել։ Մենք Բաղդադի կառավարությանը ասացինք, որ պատրաստ ենք երկխոսություն սկսել եւ 2-3 տարով հետաձգել անկախությունը Բաղդադի հետ ունեցած խնդիրներին լուծում գտնելու համար։ Քրդերի դիրքերը զգալիորեն թուլացել են 2017 թվականի անկախության անհաջող հանրաքվեից հետո, որին ի պատասխան Բաղդադը զորքով վերահսկողություն հաստատեց նավթով հարուստ Քիրկուկի նկատմամբ։ Այս պարտությունը ստիպեց Բարզանիին հրաժարական տալ, սակայն նա պահպանեց իր ազդեցությունը քրդական քաղաքականության վրա։ Իրաքյան Քուրդիստանի վարչապետն այժմ նրա որդին է, Նաչիրվան Բարզանին։ Լարվածությունը վերջերս կրկին սրվեց, երբ Իրաքի դաշնային դատարանը հակասահմանադրական ճանաչեց Իրաքյան Քուրդիստանի նավթագազային օրենքը, պահանջելով ռեսուրսների հանձնումը կենտրոնին։ Այսպիսով ընտրությունների արդյունքները կորոշեն, արդյոք քրդերը կկարողանան պահպանել իրենց դժվարությամբ ձեռք բերված ինքնավարությունը, թե Բաղդադը կամրապնդի իր վերահսկողությունը տարածաշրջանի նկատմամբ։ Դավիթ Գենջոյան, Open Media։ Եվ վերջում ֆուտբոլի մասին։ Երեկ երեկոյան 0-1 հաշվով Հունգարիայի ընտրանուն զիջելուց հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ափսոսանքով է խոսել խաղի ընթացքում բաց թողած դրվագների մասին։ Մեր հավաքականը զրկվեց երկրորդ տեղ բարձրանալու եւ անցումային հանդիպումներով եզրափակիչ մրցաշարի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից։ Չնայած անհաջողությանը Մելիքյանն ընդգծել է, որ ունենք լավ կոլեկտիվ, միասնականություն, թիմային ոգի, մինչև վերջ պայքարելու ձգտում։ Ինչ վերաբերում է Պորտուգալիայի հետ վերջին խաղին, ինչքան ուժ եւ ռեսուրս ունենք, թուր ու դանակով պետք է գնանք Պորտուգալիա, ասել է նա անշուշտ պատկերավոր խոսքի շրջանակում։ Հայաստանի հավաքականի նոր ավագ եւ Ռուսաստանի չեմպիոն Կրասնոդարի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը տելեգրամյան ալիքում արած գրառման մեջ ցավով նշել է, որ չհաջողվեց հասնել ցանկալի արդյունքի, սակայն հպարտանում է հավաքականով։ Այժմին այսքանը, լուրերի մեր հաջորդ թողարկումը ժամը 17-ին է, կհանդիպենք։